Եվրոպայի առաջ Հայաստանն օրենսդրական դաշտի բարելավման պարտավորություններ է ստանձնել։ Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ում այդ առնչությամբ հանդես է եկել տեղեկատվությամբ։ 2012-ին մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են նախանշված։ Հետևաբար փոփոխություններն ընտրական օրենսգրքում հրատապ են եւ պետք է իրականացվեն առնվազն 2011 թվականին։ Հաջորդ հարցն առնչվել է ոստիկանության ոլորտին։ Հանուր առմամբ պարունակում է 192 միջոցառում եւ 67 չափելի արդյունքներ։ Ներկայացրել եմ, թե ինչ ոլորտներում է տեղի ունենալու ոստիկանության ռեֆորմը եւ նաեւ ներկայացրել է հանձնաժողովի անդամներին այդ ռեֆորմի ժամանակացույցը։ Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում տեղի կունենա 2020-ի հեռանկարները ժողովրդավարությունը Եվրոպայում սկզբունքներ եւ մարտահրավերներ խորագրով միջազգային համաժողով, որին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ու եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ժամանակացույցի փոփոխության պատճառով ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել էր կառույցի մոնիթորինգի հանձնաժողովին խնդրելով հետաձգել համազեկուցողների այցը։ Եղավ նաև առարկություն համազեկուցողներից մեկի կողմից, հարցը քննարկվեց եւ հանձնաժողովը հանգեցրեց եզրակացության, որ մեր ընտրանքը ողջամիտ է։ Պատվիրակության անդամներն անդրադարձան ԵԽԽՎ-ում հակահայ դիրքորոշմամբ հայտնի Գորան Լիմբլանդին։ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց ադրբեջանական որոշ կայքեր այցելել, համոզվելով, որ Հայաստանի դեմ բոլոր հայտարարություններում նրա ստորագրությունը առնվազն երրորդն է։ Մոնիտորինգի հանձնաժողովի բազմաթիվ եվրոպացի падգամավորներ, այդ թվում նաև հանձնաժողովի նախագահ, ուղղակի հստակ հարցադրումներ ուղղեցին Լիմբլանդին, որը կարծում եմ խիստ կասկածի տակ էր դնում այդ գործչի անաչառությանը։ Պատվիրակության անդամների խոսքով անդրադարձ է եղել Ղարաբաղյան խնդրին, ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնին։